Հարգելի գործընկերներ, այս նախագծի ընդունումը նպատակաուղղված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով տնամերձ այգիների ստեղծմանը, ոռոգման ջրի խնայողաբար եւ արդյունավետ օգտագործմանը, որը կնպաստի ֆերմերների եկամուտների աճին, ինչպես նաեւ Իջևան համայնքում կձևավորվեն այգեգործական կլաստերներ։ Պարոն վարչապետ, նշեմ, որ նախորդ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերքաբեր եւ Խաշտարակ բնակավայրերում իրականացվել է նմանօրինակ ծրագիր, որի շրջանակում կնքվել էր 87 պայմանագիր 5.84 հեկտար տարածքում այգեհիմնում իրականացնելու համար։ Նոր հիմնված տնամերձ այգիները մեծ հետաքրքրություն են առաջացրել տնտեսվարողների մոտ եւ այդ իսկ պատճառով Իջևան համայնքը եւ մարզպետի աշխատակազմը նպատակահարմար են գտել շարունակել ծրագիրը նաեւ նույն համայնքներում, ընդգրկելով նույն բնակավայրերը, ընդգրկելով նաեւ Կիրանց եւ Ծաղկավան բնակավայրերը։ Եվ այսպես այս ծրագրով առաջարկվող բնակավայրերի շահառու բնակավայրերն են Բերքաբեր, Կիրանց, Ծաղկավան եւ Խաշտարակ բնակավայրերը։ Տավուշի մարզպետի աշխատակազմի ստացված նախնական տեղեկատվության համաձայն Իջևան համայնքի 4 բնակավայրերում տնամերձ հողամասերում այգեհիմնում իրականացնել ցանկացողների ընդհանուր թիվը այս նոր ծրագրից օգտվողներից 305 է, ընդգրկելով 18.2 հեկտար տնամերձ տարածք։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառակուսի մետր եւ ավել 1 ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին եւ կնքեն պայմանագիր։ Շահառուների հետ պայմանագրերը կնքելուց հետո արդեն համայնքը կազմակերպում է շահառուների տնամերձ հողամասերում հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եւ տնամերձ հողամասերում կատարվելիք աշխատանքների ծախսերի գնահատման համար գնման գործընթացը եւ գնահատման արդյունքները ունենալուց հետո արդեն համայնքը հայտարարում է կապալառուի ընտրության մրցույթ տնամերձ հողամասերում այգեհիմնում ու ոռոգման արդիական համակարգերի ներդրում իրականացնելու համար։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետեւյալ համամասնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն 95% եւ համայնք մենք հնարավորություն ենք տվել նաեւ շահառու, բայց համայնքն է ստանձնում այս պարտավորությունը 5%։ Հատկանշական է, որ եթե առաջարկվող ծրագրում եւ այս առաջարկվող ծրագրում եւ թե նախորդ ծրագրում սահմանված է պահանջ, որ կապալառու կազմակերպությունը պարտավոր է այգեհիմնումն իրականացնելուց հետո 2 տարի շարունակ բոլոր ծրագրի շահառուներին տրամադրի անվճար խորհրդատվություն եւ կրթություն։ Ինչպես նշեցի, մեր նպատակն է նաեւ այգեգործական կլաստերներ ձևավորելը եւ այս առիթով նշեմ, որ մեր միջազգային համագործակցության արդյունքում համաշխարհային պարանի ծրագրի եւ համայնքի ֆերմերների ներգրավմամբ Աչաջուր բնակավայրում ինքը ճանապարհին մոտ հատվածում է գտնվում, ստեղծում է լոգիստիկ կենտրոն հագեցած սառնարանային եւ որոշ վերամշակման կարողություններով։ Եվ նպատակն է ձևավորված ֆերմերային տնամերձ հողատարածքների եւ հարակից բնակավայրերի հետ կենտրոնացված համագործակցությունը։ Ըստ նախնական գնահատականների այն շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբեր ամսին։ Պարոն վարչապետ, վերջում ուզում եի ուղղակի նաեւ մի դիտարկում անել, որ այս ծրագիրը բավական հետաքրքիր սիներգիա է ստացել կառավարության կողմից առաջարկվող մեկ այլ ծրագրից, որը որ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը 22-24 թվականներին, քանի որ ընտրված համայնքներից 3-ը Ծաղկավանը, Բերքաբերը եւ Կիրանցը գտնվում են հենց այդ բնակավայրերի ցանկում եւ նիստին մասնակցելուց առաջ իմ աշխատանքային ֆայլերում մի նկար ուղղակի աշխատանքային նկար ուզեցի ձեզ ներկայացնեմ, որ այս նկարը, այս տունը նոր է կառուցվել եւ սա արդեն Բերքաբերում նոր տնամերձ տարածքն է։ Հետևաբար ծրագիրը վերաբերում է ոչ միայն արդեն արկա տնամերձ տարածքները ազատելուն եւ նորը տնկելուն, այլ հնարավորություն է տալիս այդ նոր կառուցվող բնակարանները նույնպես ունենան իրենց տնամերձ տարածքներ եւ շահառու դառնան ծրագրին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջյան, հարգելի գործընկերներ, ես չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ, որ սա հեղափոխական ծրագիր է եւ այդ ծրագիրը հիմնված է այն ակնհայտ դիտարկումների վրա, որ Հայաստանի տնամերձ հողամասերի առնվազն ճնշող մեծամասնությունը, կամ լավ գոնե ասենք կեսը, որ Մարկ Տվենի վիճակում հայտնվենք, որ հետո բան արվի, ասենք այն մյուս կեսը չեն տալիս այն արդյունքը, որը կարող են տալ։
Եվ դա խնդիր է եւ անհատ հենց այդ տնամերձերի տերերի տեսակետից եւ երկրի տնտեսության տեսակետից եւ ընդհանրապես գյուղատնտեսական այն կուլտուրայի տեսակետից, որը Հայաստանում գոյություն ունի։ Եվ այս գաղափարը առաջացավ, որ մենք առաջարկենք, որ մարդիկ իրենց տնամերձ հողամասը իրենք ամբողջությամբ ազատում են եղած բուսականությունից, պայմանական ասած, եւ կառավարությունը աջակցում է, որպեսզի այնտեղ ինտենսիվ այգի ձևավորեն մի առանձնահատկությամբ, որ նախապես որոշվում է բնակավայրերի հատվածում կոնկրետ ինչ այգի է կամ ինչ մշակաբույս է հիմնվելու, որպեսզի որովհետեւ կտրտվածությունը հաշվի առնելով, եթե մենք առանձին վերցրած 500 մետրի վրա ունենանք մի ինտենսիվ այգի 500 կամ 300 մետրանոց, դա մեծ հաշվով մեծ բան չի փոխի։ Իսկ եթե մենք ամբողջական բնակավայրերում եւ մի քանի բնակավայրերում ունենանք հազարավոր 500 մետրեր, որտեղ նույն մշակաբույսն է կամ նույն կուլտուրան է մշակվում, այստեղ ունենանք շատ կոնկրետ տնտեսական հետաքրքրություն, որովհետեւ հնարավորություն կլինի ձևավորել ապրանք, որը հետաքրքիր է շուկայի համար եւ բնականաբար ապրանքող հետաքրքրվողներն է կունենան կոնկրետ հասցեներ, որտեղ կարող են գնալ եւ կոնկրետ ձեռք բերել այդ ապրանքը։ Իհարկե, այս ծրագրի նկատմամբ ի սկզբանե ինչպես եւ պետք էր կռահել, շատ մեծ հոռետեսություն կար, նախ հոռետեսություն կար պետական համակարգում եւ շատ դժվար եղավ, որ հետևողականորեն, որ մենք ասենք, չէ, պետք է արվի, որովհետև ինչպես Հայաստանում ցանկացած բան, երբ որ մի բան ասվում է, առաջին ռեակցիան նա, որ չէ, հնարավոր չի լինի, ում է հետաքրքիրով ա ուզելու, ոնց կարա տենց լինի, ամեն ինչ լավ է, թողեք տենց էլ մնա։ Եվ երկրորդը կար հոռետեսություն արդեն տեղերում, թե բայց հետևական աշխատանքի շնորհիվ ի հայտ եկան այն առաջին մարդիկ, ովքեր ասցին, հա մենք համաձայն ենք, այս ինչ որ մեր հողամասում կա, մենք մեր ձեռով հանենք այդ հին ծառերը, որոնք ակնհայտորեն արդյունք չեն բերում եւ տեսնենք թե կառավարությունը ինչ է առաջարկում։ Եվ Խաշթառակ գյուղից սկսեցինք, չէ, հիմա Խաշթառակ եւ Կիրանց Խաշթառակ եւ Բերքաբեր գյուղեր Խաշթառակ եւ Բերքաբեր գյուղերը հիմա ավելացրեցինք եւ Խաշթառակը Բերքաբերը, քանի որ այդ գյուղի բնակիչները եւս ցանկություն են հայտնել իրենք էլ մասնակից դառնան ծրագրին, դրա համար մարզպետարանը եւ համայնքը նպատակահարմար գտա, որ այդ բնակավայրերը շարունակենք այդ ծրագիրը իրականացնել, ավելացնելով Ծաղկավանը եւ Կիրանցը։ Շատ լավ։ Հիմա մենք սկսեցինք Խաշթառակ եւ Բերքաբեր բնակավայրերից եւ այնտեղ ինչ որոշվեց, ինչ մշակաբույսեր, հոն եւ նուռ էր։ Հոն եւ նուռ։ Եվ այնտեղ ըստ էության արդեն սկսել է հոնի եւ նուռի կլաստերի ձևավորումը, որտեղ նաեւ մենք աջակցում ենք կաթիլային, որ աջակցելը որն ամբողջը մեր բյուջեի հաշվին է արվում, այսինքն 5%-ը, որը պայմանական է, եւ այնտեղ այդ կլաստերը հիմնվում է։ Այստեղ մեր հաջորդ ռիսկը, պարոն Խոջոյան, հետեւյալն է, որ այն տնկիները, որ մենք տալիս ենք, այն տնկիները պատշաճ սերտիֆիկացված լինեն եւ որակյալ լինեն, որովհետեւ ես այդտեղ հաջորդ ռիսկը եմ տեսնում, որ հանկարծ չպարզվի, որ այն տնկիները, որ մենք տալիս ենք, դրանք պատշաճ որակի չեն։ Այս հարցը մենք ո՞նց ենք լուծել։ Պարոն վարչապետ, պահանջը սահմանված, որ բուսասանիտարական անձնագիր պետք է ունենան, եթե դա տեղական տնկիներին է վերաբերում, որը կփաստի, որ վիրուսներից եւ վնասատուներից զերծ են, եւ նաեւ ներմուծված տնկիների դեպքում այն պետք է հավաստագրված լինեն, քանի որ տեղական տնկիներից օրինակ հոնը ինքը ավելի տեղական տնկիները բավականին հարմարեցված են հենց Տավուշի մարզի բնակավայրում մշակաբույսից կախված է։ Չէ, բայց ասենք այդ իմիջիալոց այդ այգիների այդ պատմությունը գոնե ես Իջևանից գիտեմ թե ոնց է ստացվել, որն է պատմությունը, որ այգիները իրենց որակը գցել են, որովհետև տենց հարևանից կողքից դուրս եկած բաները, շիվերը եւ այլն տեղափոխելով տնկելով, տենց է տեղ ունեցել։ Հիմա բայց մենք պետքա դա շատ կարևոր արձանագրում է, որ տնկի որակը առանցքային նշանակություն ունի։ Բայց հիմա ձեր ասածով նշանակում է, որ մենք այդ որակը երաշխավորել ենք։
կապալառու կազմակերպությունը հենց այդ որակը երաշխավորում է։ Այո։ Ու մենք Հայաստանում տնկիների հավաստագրման հարցը տենց էլ չլուծեցինք, հա։ Պարոն վարչապետ, վերջերս քննարկում ենք ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ նշեմ, որ 2024 թվականից Հայաստանը արտամակցել է ՅՈՒՊ-ով միջազգային կազմակերպությանը, որը հենց գյուղատնտեսության ոլորտում, եթե ավելի պատկերավոր բացատրեմ, մշակաբույսերի ոնց որ մտավոր սեփականությունը, բայց գյուղատնտեսության ոլորտում, այսինքն տնկիների սեփականության պաշտպանությամբ է զբաղվում եւ Հայաստանը արդեն անդամակցել է իր օրենսդրական ակտերը համապատասխանեցնելով։ Մենք արդեն մշակված են բոլոր ակտերը եւ գործընթացը մի նախագծի ընդունումից հետո արդեն կմեկնարկի, որ տնկարանները պետք է հավաստագրվեն եւ միայն արդեն հավաստագրված Հայաստանում տնկարաններից ձեռք բերված տնկիները մենք կարող ենք երաշխավորություն տալ, որ այն համապատասխանում է մշակաբույսի անձնագրով բոլոր պահանջներին, թե ինչ մշակաբույս է, ինչ բերքատվություն ունի, ինչ տեսքի բերք ենք ստանալու, որ այդ աղավաղումներին վերջապես վերջ տանք։ Շատ լավ, դե հույս ունենք առաջի բերքը ենթադրում եմ մյուս կամ մյուս տարի կստացվի եւ հույս ունեմ, որ բերքը տեղում կլինի, բայց հիմա շարունակելով միտքս, ընդ որում այնտեղ տնկիներ եւ կաթիլային ոռոգում է անցկացվում։ Իհարկե նրանք ովքեր կորոշեն, որ հետագայում հակակարկտային ցանցեր ունենան, ինչը մենք պետքա խորհուրդ տանք մեծ հաշվով եւ այդպիսի աջակցության ծրագրեր ունենք եւ ահա երբ որ առաջին համարձակները այդ որոշումը կայացրին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, սկսեց շատ մեծ արագությամբ հետաքրքրությունը աճել, ինչը մեր հիմնական նպատակը եւ նպատակադրումն էր, եւ մենք այս ծրագիրը պետք է շարունակենք, որը կարծում եմ ելի եմ ասում որակը էական է, բայց երբ որ որակը երաշխավորեցինք, սա ըստ էության ռազմավարական ներդրում է, թե բնակավայրերի, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի փոփոխության համար, որովհետև ակնհայտ է, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք իմացել ենք 20 կամ 30 տարի առաջ, այդ գյուղատնտեսությունը այլևս եկեք ուղիղ ասենք գոյություն չունի։ Մենք ուղղակի գոյություն չունի պարզապես, մենք տենց ուրվականին ուզում ենք տենց տեղ-տեղ ամուր բռնած պահենք, չի ստացվելու պահել։ Բայց այդ էլ մեկը ժամանակ է տանելու եւ մենք այս օրինակներով պետքա ցույց տանք, որ այնուամենայնիվ լուծումները կան եւ այդ լուծումները հետաքրքիր են եւ ինչքան մեծ լինեն կլաստերները, այնքան ավելի արդյունքը ավելի մեծ կլինի։ Հիմա դուք նշեցիք, ես չգիտեի, որ Աչաջուրում փաստորեն սառնանային տնտեսություն է հիմնվում եւ սա եւս արձագանք է մեր ծրագրին, որ երբ որ կլաստերը ձևավորվի նուրի եւ հոնի, այսինքն դա նաեւ կարեւոր է իրենց ապրանքայնացնելու, արտահանման եւ այլնի համար համապատասխան ենթակառուցվածքները գոյություն կունենան, ել չեմ ասում, որ այդ գյուղեր տանող ճանապարհները կառուցված են, կառուցվում են, իհարկե Խաշտարակի կամուրջը նախորդ տարվա ջրհեղեղից վնասվեց, բայց այնտեղ կա ժամանակավոր կամուրջ, բայց ընդհանուր առմամբ ենթակառուցվածքներն էլ գտնվում են պատշաճ վիճակում, իսկ կաթիլային ոռոգումն էլ հնարավորություն կտա, որ ջրի սակավությունը հաղթահարվի եւ ելի եմ ասում, ես որևէ կասկած չունեմ ծրագրի բովանդակության հեղափոխական նշանակության վրա։ Այստեղ խնդիրն է նա, որ իրականացման որակը պետք է լինի պատշաճ հսկողության տակ եւ այդպես մոտավորապես կամ տնայնագործական իրադրություններ պետքա թույլ չտանք, պետքա ծրագիրը ոնց նախագծված է հստակ այդպես էլ ճշգրիտ պետքա իրագործվի եւ իմ ակնկալիքն է նա, որ նախարարությունը եւ համապատասխան մարմինները հետևեն։ Իհարկե առաջիկա աշխատանքային այցերից մեկի ընթացքում մենք անպայման նաեւ կայցելենք եւ տեղում կտեսնենք, թե ինչ ենք ստացել կամ ոչ աշխատանքային այցերի ընթացքում կամ ընդհանրապես անսպասելի կամ այնպես ոչ պաշտոնապես, բայց ես անպայման ուզում եմ գնալ եւ տեսնել, թե ինչ ենք ստացել տեղում։ Խնդրեմ, կան դիտարկումներ, համեցեք Մանխաչյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք նշեցիք մի կողմը հարցի, որը տնամերձ հողամասերի ավելի արդյունավետ օգտագործման կարևոր հարցն է, բայց կա նաև հարցի հաջորդ կողմը, եւ մենք պարոն Խոջյանի եւ էկոնոմիկայի նախարարության հետ
քննարկելու առիթ ունեցել ենք, դա այս ծրագրի ուսուցողական կամ կրթական նշանակությունն է։ Այդ մարդիկ իրենց օրինակ 87 պայմանագիր 6 հեկտար կամ նոր 305 պայմանագիր 18 հեկտար, սա եթե արդյունքի տեսանկյունից գնահատենք, գուցե քանակային տեսանկյունից շատ մեծ ազդեցություն չունենա։ Բայց այն, որ 400 մոտ ընտանիքներ կարող են տեսնել տարբերությունը, թե ինչ է նշանակում ժամանակակից տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացում եւ իրենց այդ գիտելիքը եւ փորձառությունը տեղափոխեն իրենց իսկ սեփականության իրավունքով պատկանող այլ հողամասեր, որոնք պարտադիր չի որ տնամերձ հողամասերն են, սա այն հաջորդ զարգացումն է, որ պետք է մտածել, որ տեղի կունենա։ Եվ ես կարծում եմ, որ պետք է էկոնոմիկայի նախարարությունը այդ խզումը չառաջացնելու համար մտածի, թե այս շահառուներին ինչպես կարող է աջակցել հաջորդ փուլում, որովհետև մենք ունենք հիմա տնամերձերում այս աջակցության ծրագիրը, մեկ էլ ունենք խոշոր հողամասերում այգետնկման, ինտենսիվ այգեգործությամբ զբաղվելու աջակցության ծրագիր։ Այդ մեջտեղում ինչ որ բան է, պետք է որ այդ կամուրջը գծվի եւ քանի դեռ իհարկե այս օգուտները չեն երևացել, այս այգիները երևի բերք կունենան առաջիկա 2-3 տարի հետո, երբ որ այդ փորձառությունը, այդ համոզմունքը կձևավորվի, որ սա այս տեսագործունեությունը ընդայնելը որոշակի պայմաններում, էլի որոշակի չափորոշիչներով կարող է արդյունավետ զարգացում լինել, ես կարծում եմ, որ պետք է նախարարությունը այսօրվանից մտածի եւ կոմունիկացնի դա, որովհետեւ դա լրացուցիչ խթան կդառնա, որ այն 300 ընտանիքները, որոնք այսօր դեռևս ապավինում են կառավարության աջակցության եւ համայնքի աջակցության այս ծրագրին մասնակցելու համար, կարող է վաղը ցանկություն ունենան իրենք էլ համաֆինանսավորել որոշ չափով։ Պարոն Խաչատրյան, իմ ընկալումն այն է, որ ծրագիրը պետքա պարտադիր շարունակվի, բայց այստեղ արդեն պետական բյուջեի մասնակցության չափը պիտի վերանայվի ինչ տրամաբանությամբ։ Հիմա ես sense եմ պատկերացնում, այս այգիները հիմնադրվեն, ելի եմ ասում, շատ կարևոր է իրականացման պատշաճ որակը եւ ձեզ, պարոն Խոջոյան եւ մարզպետին ուզում եմ ասել, պարոն Ղալումյան, որ ծրագրի իրականացման որակը պետքա լինի պատշաճ մակարդակի վրա։ Ես նախապես ասում եմ, որտեղ ես գնալու եմ իմ աչքով տեսնեմ, թե ինչ որակով է իրականացվել։ Հիմա երբ որ սա իրականացվել, մեր հաջորդ փուլը ինչ պետքա լինի։ Մենք պետքա մասնավոր հատվածից ընկերություններ, ովքեր զբաղված են կամաց բյուջեի մասնակցության չափը պետքա իջեցնենք, եւ մենք այդ ընկերություններին պետքա հանդիպացնենք այդ գյուղերի հետ, որտեղ նրանք X պահից այդ էստաֆետը պետքա վերցնեն եւ իրենք պետք է այնտեղ ներդրումները խթանեն, նաեւ այդ գյուղերի հետ պայմանագրեր կնքելով ապագա բերքի վաճառքի տեսակետից։ Ընդ որում դա սխեմա է, որ Հայաստանում արդեն կան ընկերություններ, որ կիրառում են, ուղղակի մենք էլ գուցե X պահի պետքա մտածենք, թե ոնց խթանենք այդ ընկերություններին, որ մենք նաեւ բյուջեի ծախսերը կամած նվազեցնենք, դուրս գանք ծրագրից կամ համաֆինանսավորումից դուրս գանք կամ սիմվոլիկ ֆինանսավորում անենք, որովհետև այդտեղ արդեն մենք տնտեսական հետաքրքրությունը ձևավորել ենք, արդեն պոտենցիալ շահառուներին պետքա այդ խաչմերուկում ուղղակի հանդիպացնենք, նրանց աջակցենք, որ արդեն դառնան պայմանագրային որոշակի հարաբերություններ ձևավորել։ Եթե այս ընթացքում համոզենք նաև, որ մեր սիրելի գյուղացիները այս հենքի վրա գյուղատնտեսական կոոպերատիվ էլ ստեղծեն, որպեսզի արդեն հնարավոր լինի ավելի կոմերցիոն եւ տնտեսական հիմքերի վրա դնել այդ ամեն ինչը, լավ, եթե չէ, համայնքները, վարչական շրջանները իրենք էլ կարողանան կազմակերպել։ Ընդ որում, այս ծրագրի մեջ ես ինչ եմ ծրագրին հավատում, որովհետև այս ծրագիրը կառավարությունից առաջ մասնավորը եւ գյուղացիները իրականացրել են մասնավորապես Տավուշի մարզի Չինարի գյուղում։ Այս գաղափարը դրա հետ էլ կապ ունի, երբ որ Չինարի գյուղում տենց ստացվել է, որ թզի այգիներ են ձևավորվել, եւ երբ որ իմ այցերից մեկի ժամանակ ես իմ աչքով տեսա, որ բեռնատարները Չինարի գյուղամեջում կանգնած են եւ ընդունում են գյուղացիների բերքը, թզի բերքը, ովքեր բերում են եւ տեղում սորտավորում է տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ծրագիրը, որ ոչ թե մենք ենք մտածում, ուզում ներդնել կյանքի մեջ, այլ կյանքը մեզ հուշում է, որ այսպիսի գործիք կա եւ կարող է այդ գործիքի կիրառումը ընդլայնվել, իհարկե սա ավելի հեշտ է ստացվում եւ կարծում եմ, որ սա այդ դեպքերից է եւ համաձայն եմ պարոն Խաչատրյանի ասածի հետ, որովհետեւ այո, մեր խնդիրն է խթանել, մեր խնդիրն է ստարտ տալ, բայց պետական բյուջեն չի կարող
անընդհատ այս process-ը ֆինանսավորել եւ մենք պետք է հասկանանք, որ բան պետք է լինի, ելք պետք է լինի կառավարության համար այն կետից, երբ որ մասնավորը արդեն կտեսնի հեռանկարը եւ գյուղացիները եւ մասնավոր ներդրողները կտեսնեն հեռանկարը եւ մենք նրանց ուղղակի պետքա օգնենք, որ այդ տեղի ունենա, համեցիկ։ Պարոն վարչապետ, մեկ տեղեկատվությամբ պարզապես կիսեմ, դուք նշեցիք կոոպերատիվների հնարավոր ստեղծումը, ասեմ, որ այն լոգիստիկ կենտրոնը, որի մասին որ ես խոսեցի, հենց կոոպերատիվն է ստեղծել, այսինքն 5 ֆերմերներ իրենք համախմբվել են եւ դա ստեղծվում է եւ հիմք է հանդիսացել այս կառավարության նախագիծը, որի շրջանակներում ինքը կենտրոնացված ծառայություններ մատուցել է։ Դե այդ նշանակումը մարդիկ հավատացել են արդեն ծրագրին, այստեղ ասում եմ, մեր միակ խնդիրը, մեր էսպայի խնդիրը ապահովել, որ տնկիները լինեն որակյալ։ Մենք տենց բան ունենք, մղձավանջային պատմություններ ենք հիշում, եւ որ պետական ծրագրով գնված սերմը չի ծլում, չգիտեմ, բանը եւ այլն, թունաքիմիկատից կրծողները չեն սատկում, այլ ընդհակառակը ավելի ակտիվանում են։ Հետո մենք չենք ուզում նոր բաներ, քրեական գործեր, տենց մենք ուզում ենք բերք, մենք ուզում ենք արդյունք։ Եվ խնդրում եմ ուշադիր լինենք եւ պարոն Խաչատրյան, այդ իրոք այդ տնկիների հավաստագրման մեխանիզմն էլ ի վերջո ունենանք, որպեսզի հանգիստ այս ծրագրերը կարողանանք իրականացնել։ Խնդրեմ այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է։ Եվս մի հարցի մասին ես դռնփակ ռեժիմով կուզենամ տեղեկացնել մեր գործընկերներին։